Այս պայուսակը ես ստացել եմ ԱՄՆ-ից, то есть տեղափոխեց նվիրեց դերեցրել է, ու ինքը հենց հատուկ զինվորական բժշկական պայուսակ է, այսպիսի բաներ կան, որ կարող է մտքով չանցնի, բայց մեջը կան, ու դրա պատճառով կիսվեմ դրանով այդ պարունակությամբ, որ վաղուց օր եթե պետք եղավ, դուք էլ ունենաք։ Մենակ տեսեք ամենապրիմիտիվ բանը, հենց բժշկական պայուսակում կան բուրավկաներ, որոնց մասին օրինակի մտքով երբեք չի անցել, ես այդպես չեմ էլ ունեցել, զինվորական պայուսակում ունեցել եմ, բայց ոչ բժշկական։ Սրանք մեծ ստերիլ բաներ են, մատերիալներ են, կամար ստերիլ պայմաններ ստեղծելու համար։ Կարակ նկարեք ընթացքում էլ, ես ոչ մի բանի դեմ չեմ։ Ինչ շատ է դուր գալիս, մենք առանձինել իհարկե ունենք, կարծում եմ դուք էլ կունենաք, բայց պայուսակում հենց շատ կան այս փերքերը, սառույցի, որ ողջերում եք, տեսնում եք տարբեր երկու չափսին ես, պետք չի։ Իսկ սրանք էլի ստերիլ թանզիկներ են, ստերիլ պայրասկաններ են, տարբեր չափսերի, ընտեղ էլի տարբեր չափսերի կան, սովորական ձեռնոցներ ունեն։ Ես չեմ հիշում հաշվեմ, թե չէ, ոնց որ թե 10 զույգ է։ Իրականում անչափ կարևոր է 1000 մի բանի հետ չարժվելու համար։ Սա մկրատ ու պինցետ, նույնիսկ ստերիլ մատերիալ է։ Իրանք նաև այս այլը իրանք մոտից, տեսնում եք մասկիթը, սկալպելի պոչնը, սկալպելնը, սովորական մկրատ է, բնականան սա բավականին սուր մկրատ է, գիպսի մկրատ է, բայց բնականան սա կարելի է օգտագործել ցանկացած նպատակով։ Սա էլի մասկիթ է, ուղիղ քթով, բայց կարելի է օգտագործել որպես ասեղնաբռնիչ, բայց ինքը մասկիթ է։ Սա 5-0 թել է, ճիշտ ասած ես սրա մեջի 3-0-ն օգտագործել եմ, բայց բոլորը սա միկրո թել է, այն սրանով կարանք ասել, թե ուղղակի թաղանթ կարենք, անոթների համար մի քիչ խոշոր է, բայց կարելի է, կամ պլաստիկ կարեն է սրան դնում, դա ձեզ պետք չի բացարձակապես։ Բայց այստեղ ես կուզեմ դուք մի բանի վրա ուշադրություն դարձնեք, եկեք սա բռնեք նկարը մոտիկից։ Այս ասեղի վերևը եռանկյունի նշան կա, այդ եռանկյունի նշանա կտրող, իսկ եթե կլոր է, կետ է, դա նշանա ծակող։ Մաշկի համար վերցնում եք պարտադիր կտրողը, ես ձեզ խորհուրդ կտամ 2-0, ես ցույց կտամ, իհարկե կա, սա 2-0-յա ծակող ասեղ է, բայց ուղղակի ինքը այնքան լավն է, որ իրանով շատ հեշտ լինում է մաշկ կարել։ Այստեղ սպիրտի շարիկներն են, միայն խնդրում եմ նայեք ինչ մեծ քանակությամբ են սպիրտի շարիկները դրված, եւ ես իրական կարծում եմ, որ սենց էլ պետք է լինելու։ Ամոնիակի էլի բաներ են, սալֆետկան են, շաբնավության պարագային, որպեսզի օգտագործենք։ Հակաբորբոքային, որ խոսում ենք, իբուպրոֆեն, ցավազրկող, ուղղակի մեջի սիրոպի կա, եւ ուրեմն իրենք ունեն սա Xeroburn գել է, այսինքն այրվածքների համար է օգտագործվում։ Այն անգամ մենք խոսում ենք իմ ցավազրկող, տեսեք իրենք նույնպես իբուպրոֆեն են օգտագործում։ Այս փոշինը, հա, ոնց։ Սա չէ կապսուլա։ Անտիբիոտիկի մազը։ Մենք կարանք ոչ թե այսպիսին, այլ ուղղակի ունենանք ամենահասարակ լևոմիկոլը։ Ասեցի այն ամեն ինչը, ինչ որ այստեղ պարունակվում է։ Էս էլ էստեղ։ Ինչ վերաբերում է Նիվարկյան, այս լույսը իրականում շատ պետք է գալիս։ Արհեստական շնչառության համար, այսինքն առանց պացիենտին կպնելու եւ առանց զսվելու, առանց ինչ-որ փրկի ինձ եւ այլն, արհեստական շնչառություն տալու համար է, կարանք նկարենք սենց, դա սրանք վազդուխավոտներ են, հասարակ շպատերներ, սրանց փոխարեն իհարկե կարելի է ունենալ նաև մետաղական, բայց սրանք նաև կարելի է կոտրես ու ինչ-որ որպես սուր գործիք էլ օգտագործել, դրա համար իրական փայտի շպատերներ ես խորհուրդ կտամ։ Հաջորդը լեյկոպլաստիր։ Շատ բաներ, նա կարող է պետք լինի լեզուն քաշես հետ։ Իհարկե կարելի է այդմոնիտին մատով էլ անել, բայց հաջորդը կարելի է սրանով մայս քսել վերքի վրա։ Ինչ է։ Ես սիրում եմ կենցաղային դերը տարբեր նպատակներով օգտագործելու հնարավորությունը։ Հաջորդը լիքը սանտավլիկ, տարբեր տեսակի, տարբեր ձևի, նայեք այս սենց օրինակ կան,
այսպեսին, հա։ Վատնի բաներից, պատային ասում, մարլայից, թանզիվից, տարբեր տեսակի, այսինքն ինչ տարբեր տեսակի բաներ կլինեն, կարող եք ձեր ձեռքի տակ ունենալ։ Դե, շկուտան, որակյալ, սովորական երակային, հաջան։ Հա, երակային շկուտան։ Ես պարիսնակա միշտ պատրաստ է, լինում, ատենքի չկլինում։ Բայց տեսեք, ցանկացած պարիսակի մեջ անպայման կա տոնոմետր և ֆանինդասկոպ։ Եվ հա, ստեբլերները իրական իրանք տենց շատ թանկ չեն, կարելի է 3000-ից 7000 դրամով ձեռք բերել։ Կարելի է, եթե կուզենանք, ես կարող նույնիսկ այստեղ նասել։ Կոչվում, հա։ Ինքը հենց բժշկական ստեբլերա կոչվում, բայց իրականում դες գործի մեջ իրանք շատ կարևոր, իրանք եղել են, ես չեմ դրել, իրանք եղել են մեջը։ Դե այս սավանները գիտեք։ Հա, այս։ Հա։ Տերմո սավաններն են, հա, երկու հատ կա իրա մեջ, սա նպատակը գիտեք, պետք չի դիրք, թե բացա։ Անպայման ֆանինդասկոպ ու տոնոմետր։ Okay, մի հատ, տեսեք պարտադիր լինում է, որտեղ իրականում պետք է դեպքում չափել և էլաստիկ բինդ, այս կարծեմ ես չեմ դրել մեջ եղել է, մի հատ էլաստիկ բինդ է և շինը։ Շինային անցես տանը։ Բինտեր են, ստերիլ բինտեր են, ու 4 հատ ստերիլ բինտ է։ Մեր բինտերն են հանդիստ։ Աչքի համար մաքուր թորած ջուրը։ Աչքի լվացումների համար։ Սրանք այրվածքների համար են, հա։ Սրանք ստերիլ մատերիալներ են, որ բացում են դնում որպես վիրակապ, և մեկ էլ ստերիլ ձեռնոցներ։ Ես տեսեք խորհուրդ կտամ, որ դուք վերցնեք այն ձեռնոցներ, այն չափը, որ դուք եք օգտագործում։ Այսինքն մի հատ փորձեք, օրինակ ես գիտեմ 7.5 է իմը, դե ես ամբողջովին եմ դա օգտագործում, մենակ ստեղ չէի նայել, որ սա այս երկուսն էլ 8 են մնացել, ես իրանց պետք է անպայման փորձեմ։ Եվի ձերը 8 է։